Բարև ձեզ, սա Codecast-ն է, որտեղ խոսում ենք կոդերից, IT աշխարհի նորություններից եւ իհարկե հիմնականում մեր հյուրերը լինում են մեր ուսանողները։ Այսօր մենք ունենք շատ կարևոր, շատ լավ հյուր Հակոբ Մուրադյան, ով սովորում է մեզ մոտ եւ կկիսվի իր անցնող ճանապարհով։ Հակոբ ջան, ողջույն։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Հակոբ ջան, ձեզ մի հարց, ոնց որոշեցիք ծրագրավորում սովորել ու ինչու ընտրել մեզ։ Ես ճիշտ ասած վաղ ժամանակ եմ ուզում եմ սովորել, բայց չէ ստացվում անընդհատ ինչ-որ մի բան խանգարում էր։ Այո։ Կյանքա պրոբլեմներ, խնդիրներ։ Հիմա ոնց որ որոշեցի, որ պետք է սովորեմ, ու կոնկրետ նպատակ դրեցի դիմաց ու սկսեցի։ Ճիշտ ասած, էլի տեղ եմ փորձել, որտեղ որ կարելի էր սովորել, մի երկու տեղ, բայց ուզեի հատուկ նշեի, Գագիկ ջան, պարոն ասում եմ, ձեր մոտեցումը ամեն ինչին ինձ գրավեց, ու կա որ նպատակ ու ես զգում եմ, որ ստեղ կհասնեմ։ Շնորհակալ եմ։ Հակոբ ջան, անկեղծ շնորհակալ եմ վստահության համար, իրականում անկեղծ եմ ասում, այդ շատ է պարտավորեցնում, անկեղծ կլինեմ ձեր հետ, թե մենք էլ փորձելու ենք անենք առավելագույնը բառզբոն իմաստով, որ այն ինչի համար որ եկել եք մեր մոտ կամ այն ինչ նպատակներ որ դուք ունեք, փորձենք մենք մեր մասով իրականացնենք, հա, մենք ձեզ տանենք այդ կետին։ Հակոբ ջան, ծրագրավորումից դուրս դե բնականաբար աշխատում եք, ունեք ձեր զբաղմունքը, ինչով եք զբաղվում, ինչ եք աշխատում։ Ես ինքս ինժեներ եմ, Ահա, ավարտել եմ պոլիտեխնիկը, աշխատել եմ իմ մասնագիտությամբ, հետո բոլորս գիտենք ինչ պայմաններ էր մեր երկրում նախորդ տարիներին, ստիպված ուրիշ աշխատանքներով եմ զբաղվել, քանի որ ստիպված կյանքն է ստիպում։ Ու իմ ինժեներ լինելը ինձ շատ է օգնել բոլոր աշխատանքներում, ինչ որ ես արել եմ, մանավանդ հիմա, այս սրա մեջ, սա ինքը լոգիկայով ու ոնց ռուսերեն ասեմ, արխիտեկտուրա պետք է լինել, եթե չկա այդ արխիտեկտուրան մեջ զուտ մեխանիկական բաներով շատ բարդ է։ Իմ մեջ հակառակն է, մեխանիկականը հələ չկա, բայց այդ արխիտեկտուրան դնելը բանը վաղուց կա։ Ու դրա համար իմ համար ինչ որ տեղ հեշտ է։ Ես կուզեի հատուկ շեշտեի մեր դասախոսին Մայրամին, ընկեր Մայրամին։ Ինքը իրոք շատ լավն է, որպես մարդ, որպես դասախոս, համ գիտի իր գործը, իր ինչ որ ինքը դասավանդում է, համ էլ կարում է ճիշտ մատուցի։ Դա մեծ արվեստ է, էլի, ոչ բոլորի մոտ է դա լինում։ Համաձայն եմ։ Ու ինքը իմ հետ զգում է, որ ես զգում եմ, էլի ինքը, ասենք, բանա բացատրում, ինչ որ հետո հարց է տալի, այդ հարցի մեջ մտնում է այդ ինչ որ ինքը բացատրել դրա մեջ։ Ու ես զգում եմ, որ ինքը ուզում է փորձի, ոչ միայն ինձ, մնա բոլորին։ Ուզում է հասկանա կոնկրետ քո դե հիմա IQ-ն ասում, չէ՞, ինտելեկտ։ Այո։ Այդ IQ-ն ինչքան մակարդակ է, ինքը այդ անընդհատ դա ուզում է փորձի իր տվածը դու ինչքան յուրացրի, որ ինքը հաջորդին ինչ ձևի տա։ Այո։ Դա զգացում է ու գովելի է ու հա, չէ, շատ չեմ ուզի շատ բան ասեմ, բայց այն որ ինքը կա այդքան եւ ընդհանրապես ձեր ուսումնական կենտրոնը այդքան բարձր է։ Ոնց որ դուք ասացիք, որ պարտավորեցնում է, նույնը ինձ է պարտավորեցնում, որ ես էլ ոնց ասեմ, դե նստած են, տարբեր տարիքի մարդիկ են, դպրոցական կա, աշխատող կա, տարբեր են։ Հիմա միշտ սիրել եմ ելնեմ լավերի մեջ, ամեն ինչում, ինչ որ ես արել եմ, իմ կյանքում։ Ու տենց էլ եղել է առեսօր, հիմա փորձում եմ էլի այդ վստահությունը, որ դուք եք ոնց ասի, որ մենք ձեզ նույնը ես ուզում եմ ես էլ լինեմ այդպես էլի։ Ու եթե մենք իրար արժան եղանք, դա մեծ պլյուս է էլի։ Համաձայն եմ։ Ձեզ մի բան ասեմ, անկեղծ եմ ասում էլի, որպես դասախոս, որպես այս երկար տարիների փորձ ունեցող մարդ, որպես ուսանողների հետ աշխատող մարդ, մեր մոտիվացիան էլ մեր ուսանողների շնորհակալ լինելն է մեզ։
օրինակ հիմա որ Մարիամի մասով ասեցի կամ մեր ընկերության, հավատացեք, դա էլ մեզ է ոնց որ ուժ թևեր տալիս, որտեվ մենք փաստացի ում համար ենք պայքարում, մեր ուսանողների։ Եթե մեր ուսանողը մեզանից գոհ է, մեզ շնորհակալ է, հա, այդ ոնց որ այդ այն էներգիան է, որ մենք մենակ իրանցից կարանք ստանանք ու ես անկեղծ շնորհակալ եմ ձեզ ձեր տեսակի համար, հա, շնորհակալություն։ Որտեւ այդ էներգիան մենք ես էլ եմ։ Հա, հա։ Ոնց է գալ ձեզնից ոնց է, էլի ասենք մարդու ամեն ձև ուզում է որ պետք է իմանաս։ Մենք դա պետք է իմանաս։ Հա։ Պետք է իմանաս։ Ուրիշ նա բան չկա ճանապարհ։ Հա, մեր մոտ այնց է։ Հակոբ ջան, սենց հարց, ինչ որ հոբիներ ունեք, ինչ որ զբաղմունքներ, ու աշխատանքից, ծրագրավորումից զատ, այդ ամեն ինչը մի պահ մի կողմ, երաժշտություն, գիրք, քայլել, չգիտեմ, ֆիլմեր։ Ինչ որ նշեցիք կա, բայց դրանք չէի կարող ասել հոբի։ Հա։ Իմ հոբին վաղուց էլի դառել է կոմպյուտեր, սենց ասեմ։ Սիրել եմ, քանի որ նոր բացվեց, նոր սկսվեց կոմպյուտերային դարաշրջանը, ես ունեցա միանգամից իմ բախտը մի բանով բերեց, որ քուրիս տղան շատ լավ մասնագետ է։ Ինքը ինձ օգնեց, որ այնպես բան ունենամ, որ ինքը երկար տարիներ աշխատի տարբեր բաների վրա ու ինքն էլ միշտ թարմացնում է, չեմ նեղվում էլի, այսինքն հազորությունական չէ։ Այդ էր, որ դրա հետևանքով է, որ մի քիչ էլ որ ինֆորմացված ես, հասկանում ես, որ կյանքը տանում է դեպի լրիվ ուրիշ սֆերա։ Դու այլ չես կարող լինես, ասենք, զուտ ինչ-որ մի մասնագետ։ Հա։ Տեխնիկական կամ հումանիտար կամ չգիտես ուրիշ։ Ու ընդունեք բանասեր մենակ չես կարողանես, բժիշկ մենակ չես։ Բժշկական իմիջիայլոց բժշկական շատ մասնագիտություններ ոչ հեռու ապագայում լրիվ ավտոմատացվել են, ռոբոտացվել են։ Դրանք դրան է տանում եւ մենք ասենք չափում են մասնագետները 10-20 տարի, բայց երևի ավելի շուտ է կլինի, որտեվ դա շատ արագ է զարգանում։ Կյանքից հետ չմնալու համար ստիպված պետք է սա հոբի բան դնես մի կողմ, ու զբաղմունք ու մնացած նպատակները, որ նորը արագ յուրացնես ու մտնես էլի կյանքի մեջ այդ ունով գնաս։ Այո, կյանքը ստիպելու է, որ շատ ու շատ մասնագետներ ունենան նաև այս մասնագիտություն։ Մենք մեկ-մեկ տենց ենք, չէ, ասում դարի մասնագիտությունը, որտեվ կոպիտ ասած այլ տարբերակ էլ չկա արդեն։ Հա, գրեթե բոլոր մասնագիտությունները ավտոմատացվում են եւ այլն։ Հա, այնպես որ բնականաբար բոլորին խորհուրդ անկախ ձեր մասնագիտությունից, այն որ աշխատանքից հետո կամ աշխատանքի ընթացքում փորձեք համատեղել գոնե ու IT ոլորտի հետ կապված ինչ որ գիտելիքներ ձեռք բերեք, բնականաբար առաջնային ես կասեմ ծրագրավորում, եթե չէ գոնե այլ ինչ որ մասնագիտություններ, բայց որպես ծրագրավորող բնականաբար առաջինը շեշտը կդնեմ հենց ծրագրավորման վրա, անկախ ամեն ինչից սովորեք ծրագրավորում, դա փաստացի դարի մասնագիտություն է։ Եթե ռոբոտացվում է, այդ ռոբոտների համար ծրագրեր պետք է գրվի։ Դա ով պետք է գրի մարդը։ Եվ ծրագրավորողը։ Եվ առհասարակ մեր շուրջը գտնվող շատ բան ծրագրավորած է, սկսած հեռախոսից, համակարգից, օդորակիչից, չգիտեմ, սառնարան, հեռուստացույց, ռոբոտ փոշեկուլ, ամեն ինչը ինքը ծրագրավորած է։ Լվացքի մեքենա եւ այլն։ Այդ ամենը ու դա բնականաբար գնալով զարգանում է, թեկուզ օրինակ էս էլեկտրական մեքենաները ու այդպես շարունակ, հա։ Հաստատ մի 5-10 տարի հետո լրիվ ուրիշ իրականություն է լինելու 20-30 տարի ուրիշ, ու այդ ամեն ինչը փաստացի անում են ծրագրավորողները։ Պարոն Ազնան, ես ուզեի ուղղակի մի հատ հարց ինձ հետաքրքրում էր էլի, որտեվ ես էլ եմ շատ բաներ նախաձեռնել, ուզել նախաձեռնել ու կամ կեսից չի ստացվել, կամ եթե ստացվել էլ է, ոչ այնց։ Ոնց եղավ, որ դուք ես հրաշալի բիզնեսը սենց կարեցեք սկսել ու սենց ծախի բարգավաճ։ Օրինակ դրա մեջ կա գաղտնիք էլի, որը որ ես երևի չեմ գտել։ Չեմ կարծում չեք գտել։ Տեսեք, երևի թե անկեղծ եմ ասում, այ հիմա սենց ոնց որ զրոյից մտածում եմ, երևի թե չեմ նայել իրան որպես բիզնես։ Երևի թե այդ է եղել, հա, տենց
Երևի է դա եղել, եթե ասած այդ փորձեմ գաղտնիք գտնեմ, չեմ նայել որպես բիզնես։ Իհարկե, այսօր բոլորս ունենք ֆինանսականը ել ավելի լավ փուլում դնելու խնդիր, ինչ որ առաջ շարժվելու, այդ չի հարցը, դա այն որ ասում եմ դաժե թեմայից դուրս էլի դնենք մի կողմ։ Երևի չեմ նայել որպես բիզնես։ Ճիշտ ասած միշտ սիրել եմ նախ մայրս էլ ուսուցչուհի է, որ sense գալիս է էլի այդ բան բացատրել, դաստալ, միշտ այդ սիրել եմ, օրինակ երբ որ ես պիտի մի բան բացատրեմ, շատ փոքր տարիքում նույնիսկ թեկուզ օրինակ ինչ որ պատմություն պիտի հիմա պատմեմ ու բացատրեմ ինչի սենց, այնց, ես միշտ ասում եմ, օրինակ ես կարամ բաժակը շատ հետաքրքիր բացատրեմ, ինքը ինչա որ ինքը սպիտակ է, ինքը ունի բռնակ կամ սենց կամ սպիտակը ինչի է սպիտակ, մի խոսքով սիրում եմ ինչ որ բան բացատրել։ Երևի թե չդիտարկելով հենց չոր բիզնես ու սիրել բացատրել, այդ երկուսը կպան իրար, դառավ full learning-ը։ Եկավ մի հատ կրթական կենտրոն, որը առաջնային է մեր համար մարդկանց գոհ ճանապարհելն աստեղից, այդպես։ Երևի հենց հիմնական գաղտնիքը դրանում է, որովհետև ես էլ այդ թվում եւ մնացած ես իշքան գիտեմ, ով ինչ ասենք նախաձեռնել է, որպես բիզնես աննահել, ես էլ եմ տեսնել, ինչի ստացվել։ Չի ստացվել, որովհետև չոր հաշվարկներով կամ դաժե առանց հաշվարկ, ինչ որ վերացական հաշվարկներով մարդիկ դնում անում են հոգի չդնելով։ Իսկ որ արդեն նվիրվում ես հոգի ես դնում, բիզնեսը դառնում է ոնց որ մի քիչ առաջնայինը դառնում է արդյունք։ Դե օրինակ տեսեք, ասենք անկեղծ երբ որ ես գնում եմ տուն, ոնց ասեմ, այն որ ես սպասում եմ, որ մյուս օրը գամ գործի։ Որտեվ չգիտեմ, ես այդտեղ ասեմ, ես գալիս եմ աշխատանքի, թե երկրորդ տուն, չգիտեմ, ինքը ոնց ուզենք կարանք ամենայն քաղցր ձևով ձևակերպենք, էլի։ Չգիտեմ, full learning-ի իմ համար մի հատ տեղ է, որտեղ փաստացի գրեթե ամբողջ օրս տեղ է անցնում, այն որ տուն գնում եմ շատ ուշ ժամի եւ շատ շուտ ժամով առավոտյան դուրս եմ գալիս եմ ստեղ։ Դե բնականաբար ինքը գործ է, միշտ ինչ որ բացեր կան, պիտի լրացվի, պիտի ուշադիր լինես, տեր կանգնես եւ այլն, փորձել բոլոր ուսանողներին, իսկ մեր ուսանողները քիչ չեն, ասենց ասած ձեռքը պուլսին պահել, հասկանալու մոտ ինչ խնդիր կարա լինի, կանխել, մի խոսքով այդ բոլոր այդ ամեն ինչին տեր կանգնելն է, որ երևի թե տենց ինքը գործը տանում է առաջ, էլի։ Բայց ի սկզբանե տենց իրեն չեմ նայել որպես բիզնես, այլ սենց մեծ հաճույք է իմ համար եղել, այն որ ես իրոք վայելել եմ այդ ամբողջ այդ process-ը, մինչև հիմա փաստացի։ Հա։ Շատ ճիշտ է։ Կարծիքով է դա։ Հասկացա։ Շատ լավ։ Իմ համար ձեր կարծիքը անկեղծ շատ կարևոր է։ Որտեւ իմ մտքով չանց է որ գործին նայես ոչ թե բիզնեսի, այլ մի ուրիշ շատես ռակուրսով, ուրիշ ձևով։ Հա։ Ես ընդունել եմ որ էսի բիզնեսը տենց են անում, չէ։ Հա։ Նույնը օրինակ ենթադրենք մեքենա վարելի, չէ՞։ Օրինակ երբ որ ինչ որ տեղ ես գնում, սենց որ զուտ ակետից բեկետ տեղափոխվելու խնդիրն է, ինչ որ սենց ինքը շատ անհետաքրքիր է, չէ՞, անցնում, բայց երբ որ դու դանդաղ ես քշում, չգիտեմ, կողքերդ ես նայում, ծառեր ես նկատում, չէ՞, ինչ որ գետ ու լճեր ես տեսնում, ինչ որ սենց արև ես տեսնում, ոնց որ այդ ճանապարհը դու վայելում ես, չէ՞, կամ երաժշտություն ես լսում։ Ինչես հոգ։ Հա, ոչ հոգնում ես, ու այն որ ուզում ես անընդհատ ճանապարհորդես, չէ՞, ասենք անընդհատ քշես։ Իսկ երբ որ ամբողջ նպատակը սենց արագ միտեղից միտեղ հասնելն է, ոնց որ ընդհանրապես ինչ որ հաճելի process չի, չէ՞, ինքը շատ արագ տեղափոխվելն է, այդպես։ Դե ստեղ սենց է լավ բացատրեցիք, Գագիկ ջան, այդ process-ը ոնց է դուք դա պատկերացրել եք ճանապարհը բանը։ Ստեղ ես կուզեի դի մի հատ սենց մտցնեի կապեի ավելի շուտ մեր ընկեր Մարիամի հետ։ Ահա։ Շատ լավ է իր մոտ, էլի, այդ նույն բանն է, ինքը ես զգում եմ նստած, պատկերացնում եք, այսինքն դուք ոչ թե պատկերացնում եք, ձեր աշխով եք տեսել, ես ուղղակի հանդիսատեսին կուզեցի, պատկերացրեք, այս մեծ սեղանի շուրջ ուսանողները նստած են, մի հոգի չի, երկու հոգի չի, մի քանի հոգի, մի 7 հոգի եւ ավել։ Եվ ինքն էլ հələ նոթբուքով, կամերայով մի քանի հոգի հետ է դասանում, ասենք ես ինքս իմ վրա եմ վերցնում, ես ինձ բան կնեի, էլի, կհոգնեի, պայտակ կջղայնանա, չէ, այդ աղջիկը հաճույք է ստանում իր արած աշխատանքից։ Ահա, ձեզ մի բան ասեմ, ուրեմն
Դե բնականաբար նախ նոր մի քիչ առաջ որ ասում եք ձեռքը բուրսին պահել, այդ բուրսին պահելը մի քանի ձևով է ոնց որ ստացվում, թե հենց անմիջապես ուսանողի հետ կամ դասախոսներից իմանալով ում մոտ ինչ ոնց երեք չէ առաջի օրն եմ Մարիամի հետ խոսել ձեր մասին իմիջիայլուց Հակոբ ջան։ Այո, դե միշտ հարցնում եմ ոնց է Հակոբի մոտ, ուր եք հասել, ինչ եք անում, ոնց է ստացվում բան, ամենն անկեղծությամբ եմ ասում Հակոբը շատ մեծ ողջավորվածությամբ է գալիս, այն որ չգիտեմ էլի, ասենք, որ նայում ես թեկուզ մնացած են, որ ասում ես գոնե մնացածն են այդ աստիճան սենց գան, կլանեն գիտելիք է, էլի սենց մեզնից վերցնեն ու փաստացի ձեր մոտ ես չգիտեմ, այն տեմպերով է, այն ընթացքով է, որ ես անկեղծ եմ ասում, որ բոլորին ցանկանում եմ այդ տեմպը, այդ ռիթմը, հա, բոլոր մեր ուսանողներին։ Ու չգիտեմ, դուք դա նկատում եք կամ նկատել եք թե չէ, բայց հավատացեք դուք շատերի համար ոնց որ մոտիվացիայի աղբյուր հանդիսանաք մեր ընկերությունում։ Եթե չգիտեք, իմացեք մեր ուսանողներից շատերի, որտեվ էլի եմ ասում, դե շատ ձեռքս բուրսին է բոլորի հարցով, գիտեմ ինչ եմ ասում, իրոք դուք շատերի համար sense մոտիվացիա եք, որ տեսնում են ձեր տրամադրվածությունը, ձեր այդ դասին գալու, գնալու, տնայինները անելու, այդ ամեն ինչը, հա, դասի մեջ լինելու այդ process-ը շատերի համար դուք մոտիվացիա եք, ես ձեզ անկեղծ եմ ասում։ Դա ավելի ապահով է։ Հա, մենք էլ մենակ ուրախ ենք, ինչ ասեմ, ես դες իրականում ցանկանում եմ մեծ ու երկար լավ կանաչ ճանապարհ, արևոտ, մենք մեր մասով փորձելու ենք ամեն ինչ անենք ու իմացեք ձեր հետ կապված ցանկացած հաջողություն, ձեռքբերումներ, դա նաև մերն է։ Ես իմ կողմից կուզեի նշեի, որ ոնց դուք ասեցիք, ես պարտավորված եմ այսօրվանից հետո ավելի շատ, բայց դրան զուգահեռ ես կուզեի ցանկանայի, որ նախ սենց այս տիպի մոտեցումով ուսումնական կենտրոններ շատ լինեին, որտեղ ես զգում եմ, որ քիչ են, շատ ուսումնական կենտրոն կա, բայց այս մոտեցումը չեմ տեսել։ Կա մոտեցում ամեն մեկը իր ձևով, իսկ ձերը լրիվ ուրիշ էր։ Ես ցանկանայի այ ոնց որ դուք եք ասում, ձեռը պուլսի վրա միշտ լներ, դա շատ կարևոր բան է, շատ կարևոր բան։ Ու զարգանայիք, աճեիք, ավելի ընդայնվեք, իմ կողմից էլ ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք միասին շատ երկար ճանապարհ ունենք անելու։ Շնորհակալ եմ։ Նմանապես։